Միջև հարցերին ասնելը, շնորհակալություն ենք հայտնում այսօրվա հետ կապված ձեզ լուսաբանելու համար։ Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում առիելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Պարոն Դանիելյան, նախ կուզեի հարցնել, դուք այստեղ հայտարարություններ տարբեր հնչեցին, դուք նկատում Արցախը նաև պաշտոնապես վերադարձի իրավունքի հետ կապված կոնկրետ ինչ մեխանիզմներով է դա պատկերացնում եւ որ պարագայում այդ վերադարձը հնարավոր համարում եւ մյուս հարցը դուք ելույթում կարծեմ ասացիք, որ նախագահի ընտրության հետ կապված, քանի որ հնարավորություններ չկա, ապա իրավիճակը կմնա այնպես, ինչպես այս պահին է, այսինքն կշարունակվի անժամկետ կամ անորոշ ժամկետով այս իրավիճակի պահպանումը, հա ճիշտ եմ հասկանում։ Նախ վերադարձի հետ կապված վերջերս Արցախի իրավունքների հիմնարար պաշտպանության հանձնախումբը, որը ստեղծել է Արցախի Հանրապետության ազգային ժողովը, 2 տարվա իրենց գործունեությունը ներկայացրեցին, որ ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել միջազգային հարթակներում, տարբեր պետությունների խորհրդարաններում, որպեսզի խաղաղ, դիվանագիտական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պայմաններ են ստեղծվել, որպեսզի լինեն այն պայմանները, որպեսզի կարողանան արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Եվ մենք շատ տարբեր մեր հարցազրույցներում եւ հայտարարություններում ազգային ժողովի կողմից հնչել է, որ մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ որ կլինի անվտանգային մեխանիզմներ, միջազգային անվտանգային մեխանիզմներ եւ այդ պայմաններում կարող ենք արդեն խոսել վերադարձի մասին, բայց կներեք, այն պայմանները, որ տարբեր կողմերից տարբեր ժամանակներ հնչել են անհատական կամ խմբային վերադարձ Արցախի ազգային ժողովի, Արցախի իշխանությունների կողմից ընդունելի չի։ Ընդունելի է միայն այն տարբերակը վերադարձի, ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարող ենք վերադառնալ, այսինքն լսում եմ։ Պարոն Դանիելյան, դուք հնարավոր համարում եք ռազմական գործողությունների միջոցով Արցախ վերադարձը։ Նախ դա զեկուցողները անհատներ են, իրենց կարծիքներն են հայտնում, իրենց տեսակետներն են հայտնում, մենք միշտ նշել ենք, որ կողմ ենք խաղաղության գործընթացին։ Խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է միայն այն ժամանակ, երբ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, Արցախի Հանրապետություն, Արցախ։ Եթե տարածաշրջանում Հայաստան, Ադրբեջան ցանկանում են երկարատև խաղաղություն, դա միայն հնարավոր է արցախցիների վերադարձով։ Մեր տեսակետը սա է։ Նորից եմ կրկնում, մենք բազմաթիվ պատերազմներ ենք տեսել, մեր ժողովուրդը պատերազմներ են տեսել, մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը այսպես անընդհատ կրկնելով ամեն օր խաղաղություն ասելով խաղաղություն չի գալիս։ Խաղաղություն ես կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից վերադառնան մեր բոլոր գերիները։ Խաղաղություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ որ Ադրբեջանից ինչ որ այսօր հայտարարում են, դա չլինի, այսինքն մեքենաներով, տանկերով, չգիտեմ ինչով կգան Հայաստանի Հանրապետություն։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան։ Եվ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այդ ժամանակ մենք պատկերացնում ենք խաղաղություն, բայց քանի որ նշածս ոչ մի բան չկա, այդ ժամանակ խաղաղության մասին խոսելը այս բանին ես անիմաստ եմ համարում։ Պարոն Դանիելյան, հայաստանյան իշխանությունները նշում են, որ փախստականների վերադարձի հարցը այս փուլում ոչինչ չի տալու եւ ըստ էության այդ հարցը բարձրացնելով խոչընդոտվում է խաղաղությանը։
մտավախություն չկա արցախցիների կողմից, երբ պարբերաբար հավաքական վերադարձի հարցն է բարձրացվում եւ ասում են, որ պետք է այդ վերադարձը լինի։ Հիմա արցախցիները, որ այսօր հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ ծրվում են ամբողջ աշխարհում, դա ինչի հետևանք էր։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա 9 կամ 10 ամիս գրեթե բլոկադա սովամա եղած եւ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ Արցախայությունը լքի իրենց տները, իրենց պատմական հայրենիքը։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախ ոչինչ չեն առաջարկում այսօր Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որպեսզի կարողանան բնակվել։ Եվ երկրորդը դա միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ վերադարձը դա ցանկացած ժողովուրդ կարա իր մարդ վերադառնա իր հայրենիք, իր տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել, որ վտանգ է, սա է, վտանգ պետք է բանակցել, ուղղակի պետք է նորմալ բանակցություններ տանել եւ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված, ստեղծված իրավիճակում հնարավոր չի ընտրություններ կատարել եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործունեությունը այս ձևով։